Հարթակ Վարազդատ Լալայանը 241 կիլոգրամ և մեկ մոտեցմամբ մեր ծանրորդը կարող է և փոքր ոսկե մեդալ հրում վարժությունում նվաճել և մեծ ոսկե մեդալ, ասել է թե Եվրոպայի չեմպիոնի երրորդ կոչումը նվաճել։ 241-ը նրա հնարավորությունների սահմաններում չէ, շատ ավելի ցածր է սահմանից, բայց ապահովության համար պետք է այսպես սկսել, առավել ևս որ սա էլ է ապահովում չեմպիոնություն։ Կանգնեց, հանգիստ կանգնեց և երկրորդ հատվածը հրեց ու պահեց Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է արդեն և նա հաստատում է, որ Լաշա Տալախաձեի կարիերան ավարտելուց հետո քաշային այս կարգում հավասարը չունի։ Հիմա նա է այստեղ իշխում և խորհրդանշական է, որ դա անում է Վրաստանում, Բաթումիում Լաշա Տալախաձեի աչքի առջև այսպիսի ելույթ գրանցեց Վարազդատ Լալայանը 241 կիլոգրամով նա առաջին փոքուն վարժությունում, այն էլ 8 կիլոգրամի առավելությամբ գլխավոր հետապնդողի նկատմամբ։ Տեսնեք, շատ երկար որպես կանոն չի տրամադրվում Լալայանը և այսպես որևէ կասկած չթողնելով Վարազդատ Լալայանը պոկում է 200 կիլոգրամը և զգացվում է, որ սա դեռ այսպես մեծ պաշարով է, կարող է ավելի և հիմա միգուցե կփորձի ավելի։ Երկու մոտեցում ունի Լալայանը, կարող է միայն ու միայն ավելացնել իր առավելությունը հետապնդողների նկատմամբ։ Կարող է ցանկության դեպքում հրաժարվել երկրորդ, երրորդ մոտեցումներից, միևնույն է կմնա բացահայտար։ Հենց այս արդյունքով նա Քիշնևում հաղթեց փոքուն վարժություն 1 տարի առաջ Եվրոպայի առաջնությունում։ 218 հետո փոկել չկարողացավ։ Ամբողջությամբ նույն սցենարով է գնում 200, 210, հետո 218։ Այս տեսնենք 218 աշխարհի ռեկորդն է այս պահին։ Միգուցե 219 պահ, բայց նախ եւ առաջ պետք է 210-ը փոկել։ Անգնում է Լալայանը հիասքանչ է 210 կիլոգրամ և այնպիսի մեծ առավելություն արդեն ունի հետապնդողների նկատմամբ 18 Եվրոպայի չեմպիոնի կոչումը 451 կիլոգրամով նվաճում է Վարազդատ Լալայանը Հայաստան երրորդ չեմպիոնությունը Եվրոպայում և Տալախաձեն անձամբ հանձնում է մեդալը դրամական պարգևն ու շնորհավորանքներն ուղղում ու մեր երկրպագուների վանկարկումները իհարկե Վարազդատ նա այստեղ գլխավոր աստղն է, նա ուժեղագույնն է գերծանր քաշայի կարգում